իմ նպատակս այդ սկացումները մարդոց մեջտեղ բերել, այդ հայկական ոգին, չէ, ուժը, ոգին, աստեցությունը, մթնոլորտը, նույնիսկ արցախցիներ քրած էին ինձի, որ պատերազմեն յետ իրենք քրեթե հերու էին այդ հայկական մթնոլորտեն, եղան ներկա կամ վիդեոները նույնիսկ տեսան, ինչքան ներշնչված էին, գարձես իրենց համար վերածնունդ մներ, այսինքն այդ երեգոն, էներգի մգար, որ ես կյանքիս մեջ չէի տեսած։ Ենթադրեմ ես չի յրցալսել Լյանի ոլորտի կորձմն։ Այո, ինքը տեխնիկլի ավելի մեծ, լման գազմներ օրկեստրին, այսինքն 75 հոգի ֆուլ օրկեստրը, ժողովրդական գործիքները, զուրնադհոլ, գոպալ, այս բոլորը միադեղ եւ անշուշտ ես նոր ցայնը մեջտեղ փերինք այդ համերգի ընթացքին։ Քեզի համար հայրենիք է Բեյրութը, օրինակ։ Հիմա ինչա ալլա վերջո, երբ որ երգիրը կծնիս կմեծնաս, տարբեր տեղ մնի այդ վայրը, միջավայրը, ընկերներդ, ընտանիքներդ բոլորը հոնեն, տարբեր հանգստություն մը քեզի ցույց կտա։ Բայց ես ցանկությունը ունեցած եմ քալ Հայաստան ապրիլ, ավելի մոդեռն ծանոթանալ մեր մշակույթին, ավելի շրջանակ ունենալ այստեղ։ Բավական երկար տարիներ պլան անել է յետք, վերջո 4 տարի առաջ փոխադրվեցանք։ Հայերկը ամենտեղ է, Լոս Անջելես, Մոնրեալ, Տորոնտո, Բոլսո փողոցներում մեջ սուպեր սակոյի երգը լսած եմ, թուրք վարորդը գլսեր, պատկերացու։ Բայց ադի հայ երգը հաշվես։ Ճիշտ ադե հարցումից, դու որ ագնոցով գնայիս, քեզի համար ինչ է հայ երգը այսօր։ Բարերը հայերեն են, բայց ինքը ոչ մեկ հայկականություն չունի երգին մեջը, ոչ երգին ժանրը, ոչ ինչ մեզյուրով գծապես 50 Cent-ին մյուզիկն է եւ բարերը հայերեն են, թրքական ոճով երգված երգ է, ինձ համար ադի հայերեն չսվիր այլևս։ Թիմացը մենք ուրեմն պետք է ավելի լավը անենք։ Մարդու ցույց տանք, որ պայման չէ միան կլասիկալ ցևերով մոդենանք ներկայացնենք հայկական երաժշտությունը։ Պետք է միշտ աշխատենք, որ մեր հայկական շունչը բահենք, հոգին բահենք, սիրեցեք հայ, մնացեք հայ։ Եկեք անգերց խոսենք։ Եկեք անգերց խոսենք, այսօր հյուրս Սերուժ Բաղդասարյանն է, երաժիշտ, հորինողը, անոր արմատները, Էշրեֆիեի փողոցները մինչև Բուրչամուտ ու Աբա Երևան։ Ինչ պայմաններու դակ Սերուժը հայտնվեցավ այս հորինումի ոլորտի մեջ, արդիական երաժշտություն, հայկական ոգի եւ ամենակարևորը երբեք չփախեցավ մեր հայկական հասարակության ինտիմության, ասենք կամ նեղսրդության։ Սերուժը վերջերս ունեցավ շատ մեծ համերգ մը Երևանի մեջ, այդ մասին խոսեցանք ու նաեւ խոստացավ, որ այդ համերգը պիտի գրնվի եւ Երևանի եւ մեր բոլորին սիրած մայրաքաղաք Բեյրութի մեջ։ Եվ այս բոլորը Սերուժ Բաղդասարյանին հետ կացինք, անգերց խոսենք։ Սերուժ բարի եկած ես։ Բարև։ Ինչպես են ջամպաները Երևան եւ Բուրչամուտ, ինչ են տարբերությունները։ Տարբերությունները Ինչպես հասար։ Շատ տակ է, շատ չէ, շատ սիրուն է։ Ամեն մեկը իր բանը ունի, իր գեղեցկություն ունի տարբեր ծևերով։ Դուն վերջերս մեծ համերգ ունեցար, ցավոք ներկա չի գրծալալ եւ ասպոլորի մեջ ուրախալին ան է, որ սպիրկ մեծած մեկը ուկա եւ Հայաստանի մեջ համերգ գունենա, ինչ էր դարբերությունը Բեյրութի ստեյջին եւ Երևանի ստեյջին, interaction գար։ Նայ, ասի առաջին համերգս էր, այսինքն ես ինչ որ արած եմ դարիներ առաջ, ադոնք լրիվ դարբեր բաներ էին եւ հիմա ինչ որ ըրինք մինագս չեր անշուշտ Պեմի վրա 130 հոգինոց խումբ կար, ինչ որ միասին ըրինք լրիվ տարբեր մագարտակի համերգ մներ։ Այդ բաժարով հարցումից թերևս դժվար որ պատասխանեմ, այսինքն շատ համերգներ արած եմ լիբանան, իբր DJ 10-15 տարի առաջ, բայց բան չէ, այսինքն իրարու հետ չես կրնար DJ-սելով ոչ որպես հորինող, այսինքն Պեմիելած ես։ Չէ, գրեթե իմ երաժշտություններս են, բայց տարբերությունը այնադեն լրիվ էլեկտրոնիկ ցայներ էր, չի գար լայվ հնչողություն։ Լայվ երգ կար այս բարակային, ցայն օրկեստրա կար, երգչախումբ կար, սոլիստներ կային։ Բոլորովին ուրիշ dimension էր, այսինքն գենտատրեմ ես չի յրցալսել Լյանի բաներու այդ մագարտակի կամ այդ ոլորտի կորձմն է։ Այո, ինքը տեխնիկլի ավելի մեծ, որովհետև ոչ թե ես Յանին հետ կչափեմ, չէ, բայց technical բանով, մոդեսումով
լման գազմներ օրկեստրին, այսինքն 75 հոգի full օրկեստրը, ինչպես որ էսի մեծերու եւ փոքրերու երգչախումբներ կար, որ մոտավոր 50 հոգի էին արդեն, եւ ժողովրդական կորզիկները, զուրնադհոլ, գոպալ, այս բոլորը միադեղ եւ անշուշտ ես նոր ցայնը մեջտեղ փերինք այդ համերգի ընթացքին։ Եկեք անգերց խոսենք։ Ինչպես հայտնվեցար Սերուժ աս բոլորի մեջ ուրգեուր, այսինքն անբադանին, որ Բուրճամուդի մեջ կմեծնա շատ են հետաքրքրությունները, աշխարհները եւ Կոնդրածը այսինքն մեր երդասարությունը ընդհանրապես դեպի արեստ կվազե, ոսկերիչ կդառնա, գոշկագար, մեծ հաշվով ոսկերիչ, հետո IT ոլորտ, բայց կարծես կու բարակատ դարբեր է։ Հայրը դեր պանալին։ Անշուշտ մեծ դեր խաղացած է, միայն սրբակրությունը, որ ես Աշրեֆիե Հայաշեն մեծած եմ, անշուշտ շատ օրեր ժամեր Բուրճամուդը Բեյրութի մայրաքաղաքն է, Եգուր Ադանգսը, հայերու համար։ Անշուշտ շատ օրեր ժամեր անցուցած եմ Բուրճամուդ։ Անշուշտ բնականաբար դունի այդ մտնոլորտը շատ օգնած է ինձի, այդ ուղղությունը, այսինքն դված է, բայց անշուշտ ես ժամանակի ընթացքին իմ ոճս կդածեմ եւ այդ մեկը գբարդի մեր Լիբանանի քաղուտի այդ զորավոր հայկական քաղուտին, որ ինձ ներշնչած է լա ռադիոգայանը, լա իմ շրջանակս, լա ակումբները, լա թերթը, ամեն ինչը, այսինքն այդ բոլորը դեղմը գարձեմ մեծ աստեցություն ունեցած են, որ ես հայ երկը սիրեմ, հայրենիքը սիրեմ, այս բոլորը եւ այս ուղղությամբ մեկնիմ։ Հայրենիքը սիրեմ գսես որ քեզ համար հայրենիք է Բեյրութը օրինակ։ Հիմա ինչա լավ վերջո երբ որ երգիրը գծնիս կմեծնաս տարբեր տեղ մնե քեզի այդ վայրը միջավայրը ընկերներդ ընտանիքներդ բոլորը հոնեն տարբեր հանգստություն մքեզի ցույց կտա բայց ես միշտ այդ ցանկությունը ունեցած եմ քալ Հայաստան ապրիլ ավելի մոդեն ծանոթանալ մեր մշակույթին ավելի շրջանակ ունենալ այստեղ եւ բավական երկար տարիներ պլան անել ետք վերջո 4 տարի առաջ փոխադրվեցանք հիմա դժբախտաբար Լիբանանի այդ բայթումի բաժարով ավելի արագ այդ process-ը ասենք քեշ բանով էր որ հոստեղա փոխադրվեցանք բայց պլանը կար արդեն եկանք հետո արդեն բادرազմը սկսավ այստեղ քիչ մը ծանր ամիսներ էր բայց ինձ համար հոս դարբեր այսինքն երկուքը իր դեղը ունին կարծես երկուքը քու զավակները դեն ամեն մեկը իրարու չափ պետք է սիրես եւ հարգես զավակները կամ մայրերդ հա ավելի ճիշտ է որովհետեւ այսինքն երկուքն իրենց աստեցությունը ցկազեն իմ վրաս եթե ես ուրիշ երգիրը լայի եւ կամ հոս տնած մեծած լայի թերևս հիմա ինչեին էր ինչ որ ես գնեմ որ so ինձի օգնած է այդ երկու խառնված այդ վիճակը ասենք Լիբանանահայ մշակույթներու արաբական մշակույթը ոնբիդի ասնիս որ երկուքը քեզի ուժ դված է այո անգերց խոսենք շատ լիբանանահայերու վես ես ալ անձնական օրինակով դամ վիճակ մնե Լիբանանի մեջ ապրիլ որպես հայ շփվել դեղացիներուն հետ, արաբներուն հետ եւ ուրիշ վիճակ մնե Լիբանանեն դուրս գարոդնալ այդ արաբներու ասենք ցայնը, խոսույթը, վարվելագերբը, մշակույթը եւ երբ որ ներսն ես, երբ որ Լիբանանի հայրենիքի մեջ ես, քիչ մը հերու ես այդ արաբական զգացումներուն, բաներ գաբրիսաս in and out վիճակներ Գաբրիմ շատ բայց բարեբախտաբար ես այդ բալանսը կդած եմ եւ միշտ ըրած եմ այսինքն այդպես չէ որ Հայաստան գուքամ եւ տարիներ վերջ է որ Լիբանան գայցել եմ տարին 2-3 անգամ արդեն
Բեյրութ եմ չես գդրվի Այդ մեծ գարոդը չեմ ըսկար, ինչպես որ մարդիկ օրինակ կդեղափոխվին Ամերիկա եւ առաջին 2-3 տարին փախտը արիտը չեն այցելելու եւ այդ ըսածդ կարծեմ իրենք ավելի գսկան այդ homesick որ գսեն բարեբախտաբար ես այդ վիճակին օրը չեմ հասած Անշուշտ նաև գոքն է որ ես Հայաստան եմ ոչ Ամերիկա ոչ Եվրոպա շրջապատված եմ հայերով շրջապատված եմ ծանոթներով շատ մեծ տարբերություն է այդ մեկը քան բոլորովին օդար միջավայրի մեջ մինագը երթաս եւ յանքը դիետ 0-ին սկսես Իսկ դարբերություններու մասին խոսեցանք աստեղի մշակույթին կամ աստեղի ժողովրդի գենցաղը իրենց մոդեցումները արդահայտությունը չեմ սեր որ վադ է կամ լավ է բայց կրնամ ասել որ դարբեր է Ադիգա գաստե վրա ժխտական իմաստով իմ վրաս անցնավես օրը չի աստած Հայաստանցի ինգերուի ունիս գերևի չէ ամուսնացած եմ okay ընկերություն եմ շատ լավ ուրեմն այդ բանը իմ վրաս օրը չի աստած ժխտական ծևով որովհետև եթե անհատական խնդիր ունեցար որևէ մեկտեղ տաքսիի մեջ սուպերմարկետի մեջ խանութի մեջ եւ հետո մեկը կոչվարվեցավ որ գրնա որևէ մեկ երկրի հետ պատահիլ մեջ պատահիլ ես ադի անձնագանի չեմ առներ այսինքն ինքը իր բնավորությունը այդպես է ես թյուրին չեմ նեղանար չեմ նեղվիր եւ այդ փոքր դետայլները նայելով մեծ որոշումներ չեմ առներ ես չեմ թադեր Հայաստանը լավ է լավ չէ որովհետեւ այդ փոքր դեպքերը բադայեցավ բնականաբար դարբեր culture է մենք աստված ենք լիբանանյան արաբական culture-ները Բեյրութ եւ հոս լրիվ դարբեր միջավայրի մեջ այդ սովետական եւ այլն այդ ռևոլյուցիոններն անցած նորմալ է որ պիտի քիչ մնալ հասկանա գարցեմ մեկը եւ արագ չի թադե Այս բոլորով հանդերձ Սերուժ մենք մեր սերունդը ուրիշ կրայտերիաներով մեծավ հիմա շոկի մեջ ենք կարծես մենք կենտատրենք որ այս դարաշրջանի մեջ մեզի մեկը չի գտնար հաղթել այդ երազով մեծանք, աճեցանք, արցախկացինք, ապրեցանք, մեզ մեջ շատերը գրվեցան, զոհվեցան։ Տուն ինչպես կնկարագրես մեր վիճակը, հայության վիճակը, հոս եւ դուրս։ Ինչպես որ ես ալ նույն մենք տարիներ մեծած ենք այդ հայրենասիրական, այդ բայկար մենք հաղթական ժողովուրդ ենք, այս մթնոլորտով մեծած ենք եւ նա ինչպես պատահեցավ այդ տարին, այդ ամիսը, որ ես Հայաստան վերադարձա, մեկ ամիս վերջ կամ մի քանի շաբաթ վերջ ատեմ բادرազմը սկսավ շատ ինչպես որ սիր շոկ վիճակ մներ եւ շատ ծանր էր, շատ բանը դժվար է հավատալ ինչպես եղավ, ինչ արագ կարծես ամեն ինչ ցերկերնես սկսավ մեկ արագի վրա ծրավ եւ fast forward իշտատ բարը վիդեսեի չէ աննկարագրելի է այսինքն եղած է ինձի համար եւ միջև հիմա շատ դեպքեր կբադահի գսկաս որ մենք ինչ սորված ենք եւ հիմա ինչեր կգադարվի գոր դժբախտաբար ինչպես որ ասիր թեր շոկ մնե ասիգա որ շատ մարդիկ ինձի պես տարբեր չգերցանք գլել ասեղածը աս բոլորը ջնշի չէ քեզի համար որպես երբ որ գնստիս հորինումը պիտի ինես մշակումը բادرազմի ընդհանրապես այդ մի քանի ամիսը ես ովևէ մեկ բան չի գրծանել չեմ կարծեր ովևէ մեկ արտիստը մտնոլորտի մեջ կրնա ովևէ մեկ ստեղծագործություն մնել նույնիսկ բادرազմեն վերջ կամած իդ մինչև այդ մուդին մեջ մտնես եւ կոնե իմ բարակայից ես կոնե հայրենասիրական կամ ասկակրական այդ երկերու վրա է որ աշխատիմ քիչ ավելի ասենք ավելի թյուրին է իդ վերաթարնալ այդ
կամալ տերևս դժվար է, չեմ գիտեր, ամեն անց ինչպես բան գնե so դժվար է, շատ դժվար է, բայց պիտի շարունակենք, այսինքն գիտեմ, որ շատ մարդիկ կա բادرազմեն վերջ ամեն ինչ կեզուցին, ինչ որ մարդիկ կա իրենց մասնագիտությունը փոխեցին, նույնիսկ ադիգա, այո, կամ երաժիշտներ, որ լրիվ լրեցին, հա, եւ մինչեւ ման լրած են, բայց պետք չէ, դերմը պետք է հասնի, որ իդ վերագանքնենք, որ դստիկ օրինակ մտամ համերգին մեր համերգեն յետք սիմֆոնիկ ֆոլք համերգեն յետք բավական շատ հարյուրավոր մարդ ինձի գրեց մեսեջներ գրեց inbox եւ այլն social media-ի վրա շատ կարևոր բան մգար ինձի համար որ ես այդ նամակները գարտալով հասկացա որ ես իմ նպատակից հասա իմ նպատակս չէր ես իբր սերուժ ինքնինքս ցուցադրել եւ ադի չէր պնդրածը ադի չէր իմ նպատակս այդ սկացումները մարդոց մեջ եդ մեջտեղ բերել այդ հայկական ոգին չէ ուժը ոգին աստեցությունը մեր այդ մտնոլորտը ուրեմն նույնիսկ արցախցիներ քրած էին ինձի որ պատերազմեն յետ իրենք քրեթե հերու էին հայկական մտնոլորտեն նույնիսկ մարդիկ որ քրեցին ընդհանրապես ոչ մեկ համերգի չեն ներկա եղած պատերազմեն յետք եւ եղան ներկա կամ վիդեոները նույնիսկ տեսան ստորիները տեսան Instagram եւ ինչքան ներշնչված էին գարձես իրենց համար վերածնունդ մներ այսինքն at երեգոն ով որ հոներ գերնա ինքը ավելի պատկերացնել ինչի մասին խոսեմ որ էներգի մգար որ ես կյանքից մեջ չէի տեսած կարծեմ իրենքալ ներգանդերնալ չէին տեսած at մտնոլորտը եւ կարծեմ մեկ հատ չի գրկնվիր այդ երեգոյի այդ մտնոլորտը ինչպես որսի որտեվ լրիվ տարբեր բաներ սպիրկի ներկայությունը հայաստանցի ներկայությունը այդ ինչպես որսի վերածունի այդ բարը երկը դարբեր լրիվ ուրիշ աշխարհներ այսինքն որ մի քանի ժամ ապրեցանք միասին եկեք անգերց խոսենք շատեր գսեն որ ստեղծագործողներուն համար յուրաքանչյուր քաղաք իր դինամիկան ունի իր անտուրանս ունի իր սկացումը ունի հոս ավելի ուժեղ է ներշնչումը կամ Բեյրութի մեջ անգերց խոսելու համար անգերց նա ես լիբանան հոնս կսազեմ այսինքն as project-ը սիմֆոնիկ ներկայացումը մեր հայկական երաժշտություններու լիբանանս կսազեմ այսինքն արդեն ես հոն ներշնչված էի բայց որ հոս վերադարձա եւ քետնի վրա ավելի ապրեցա եւ տեսա եւ ցանազան համերգներում մասնակցեցա շատ ավելի ուժ տվավ ինձի դարբեր ասանք մոդեցումը ունեցա so այդ երկուքը որ իրարու խառնես սպիրկ եւ Հայաստանի ադգաբը գարձեմ նոր բան կստեղծվի քու մեջդ եւ ուրիշ կսկսիս քոնե իմ բարակայից ավելի ուժ տվավ ինձի իսկ գրնան գսել որ արաբական երաժշտությունը աստած է ինչ իմաստով եւ թրագան ժխտական քու մեջդ արաբական ասանք ջիչ մգա ոչ չի գա շատ օրինակ չես նստիր եւ Մարսել Խալիֆեի երաժշտությունը չես լսեր օրինակ հիմա գբադահի քիչ գբադահի եւ ուրդեղեն ուր Մարսել Խալիֆե սիր որովհետեւ բան է շատ Թանցր արևելք է, արևելք։ Օրինակ միակն է որ աս վերջին 1 տարվա ընթացքին օրինակ ադեն լսեցի, հա, ճիշտ անունը կդար։ Ատկես այդ ովև է մեկ արտիստ հարկանք սպոլորին, բայց շատ չի դա կրկրել ինձի, որտեվ չեստներ, չեսեր տալցերքը CD ինջեր տարի։ Չէ, հայկականը ընդհանրապես գլսեմ կամ ավելի օրքեստրալ բաներ գլսեմ, սիմֆոնիկ բաներ գլսեմ, բաներ որ ինձ ներշնչեն։ Արաբականը չի ներշնչել ինձ։ Անշուշտ նորեն հարկանք է բանջի գա անձնական ինչ մարդիկա ռոք կսիրեն, փոփ կսիրեն, ինչքան ստայլ է վերջոն ժանրն է, որ ավելի ինձ
ինձի համար միշտ հայկական ավելի գեհդակրկր է։ Ստեղծագործելու համար ինչը կփնտրես, օրինակ դան լրությունը, խաղաղությունը, քո հոգեվիճակը, ինչ ակեզի համար որ գործիքները կարևոր են, օրինակ վադուկ դեդրակը պետք է լա սեղանիդ քրիչը, ինչն է աս մարամասություններում մեջ ինչ կնաս բադմել մերթի դողներում։ Փանը ինքը հadoop plan չմներ ես։ Չես ծրակ։ Որ մասն երկ մգլսեմ եւ ընդհանրապես YouTube-ի վրա շատ at փնդրդուկները գնեմ, որ նայեմ ինչ երգեր կա, ինչի վրա աշխատել եւ եթե երաժշտություն մգա գուսեմ վրան at arrangement-ը անել, վերամշակել, բավական երկար ժամանակ գլսեմ, միջև որ նոր խաղապարներ կան, բայց արագ կան խաղապարները, որտեղ երգը որ սիրեմ, շատ արագ automatically ինքնաբերաբար գսկսին ուղերից մեջ արդեն at brainstorm-ը գնեմ եւ արագ պետք է աշխատեմ, այսինքն հաջորդ օրը կամ նույն օրը նույնիսկ պետք է կոնե ծրագիրից մեջ ցայնակրեմ at բաները synthesizer-ով անշուշտ virtual կորզիկները որ կան, ցայները որ կնդրես, օրինակ չուտագը կամ ինչ որ է, շատ basic ասենք նախնական գնահատեմ խաղապարներս կգրեմ ասենք, նոտ կառնես։ Եվ հետո կամած կմշակեմ, որ գրնա 2-3 ամիս տևել, նույնիսկ երկեր եղած է որ 1 տարի վերջ լույս տեսած են, որտեվ աշխատած եմ վրան 2-3 ամիս եւ մեկում տկազեմ հետո որ նոր ականջով լսեմ ավելի ասենք 1 level վեր հանեմ երկը Եթե արիթը լա Իստանբուլի մեջ մեծ համերգ մդալու կնդունիս առաջարկը երկու հոգի կրեցին որ այսինքն շատ կուզեն հայ անշուշտ հայ որ շատ կուզեն ներկա գտնվիմ եւ այլն Իստանբուլ բան ինչ է քիչ weird է գաղափարը չէ ես թեմ չեմ ադոր այսինքն վերջեջո իրենք ալ հայ են գարոդ ունին այսինքն ինչու պիտի զրգենք իրենց հիմա Թուրքիա երթալ քալու խնդիրը քիչ մադի ինձ համար ամարսելի է բիդերտամ եւ հետերնին ինչա լա պիտի շփվիս հետերնին պիտի passport control եւ այլն ադի քիչ մա ռիսկ է ինձ համար ռիսկ հոգեբանական իմաստով այո բայց ես պատրաստ եմ այդ զողողությունը անելու եթե գիտեմ որ գազագերբված լավ համերգ մը պիտի ըլլա եւ անշուշտ հայերու համար վստահաբար բայց չի բացառվի որ թուրքալ լսողը մենաս թողքան տոլսեն մի երաժշտությունը ինչու չէ ինչու ոչ բայց դժվար է որովհետեւ գիտես երած կորձերս մեջը բիդստիպվիմ պրոգրամեն բաքսեցնել երկեր ասի հանե ադի հանե զարտիր որտիակ չեմ գիտեր ինչ ամենալ կրեթե սանք հայկական փանունին մեջը at սկացումները բաները որ գրնա ադիգա մեծ խնդիր հարաճացնել թե ինձի թե գազագերբողներուն այսինքն քիչ վտանգալ գա անցյալները թեփ բադայեր վերատած խումբը որ այո լսեցի ես լսեցի տարիներ առաջ կարծեմ թրոշակը բամը բռնածեին հիմա նոր մեջտեղ ելավասանք so եթե մեկ թրոշակի համար adank խնդիր հարաճացավ եթե երկերուս ցանգը պիտի նային եւ իրենց պատմական այդ բանը նային որ ինչ է background-ը երկին կամ երաժշտության վստահ որ խնդիրներ պիտի հարաճանա ad միակ մտավախությունը կա Չես կարծեր որ երաժշտությունը գործիք մնե ասկերուն հետ շփվելու համար նույնիսկ տշնամիին հետ այո վստահաբար բայց ինչպես որ ասի եթե իրենք ուզեն եւ ad երաժշտության background-ը նային հոնե որ գտնա խնդիրներ հարաճանան որ ինչպես մենք այսպիսի երկեր կատարեցինք live Իստանբուլի մեջ բգրնա բավական գազագերբիչներին որ հայեր են իրենց գլխացավ Ակումբը կեսկը կալես իրենք so guest program-ը պետք է հանեմ արդեն փոխարինեմ ուրիշ երկերով որ խնդրեմ է անգերց խոսենք Իրես ամեն արվեստագետ աս մեծ ինչքան որ ես ալ
social media-ին դեսա բավական մեծ համերգ էր ամեն արվեստագետ այդ համերգեն վերջ վակյումը բարաբուճումը գաբրի գա մեջը դադիգա հիմա նոր գարձեմ սկսա ինչեւ մատեր այսօր աս արծազույցը գտետևցնե ադոզան որը միջև արդեն քրեթե ամեն օր ստորիները չեր գնարու ասի երկու շաբաթ քրեթե օրական նոր ստորիներ գտեսնեի որ մարդիկ կարոցած են եւ Երանի նորերնվի Երանի as շատ լավ պոզիտիվ մտնոլորտ մներ աներևակայելի գագերգնության շանս մեր ագընտիրներուն անպայման ասիմյան սկիզբը լիպանան անպայման հիմա երկուքը չի բացենք at որ գսեր որ at բարաբուչունը Paradelo արդեն ես 3 գիշեր լավ չեմ քնացած Ազիվ տուրը ծառնե at բարաբուչունը տուն միստուրեն պետք է այո սկսա պլանները անել Լիբանանի արդեն շատ լավ նայ շատ դժվար բան է իսկապես շատ զոհողություն գուզե ամեն կողմը եւ քաղուտ ինձ պետք է օգնե բայց վստահ եմ որ քարամար պիտի Լիբանան անենք այս համերգը բայց ասեմ որ միջև այն ադեն կգարձեմ որ մեկ հատ Հայաստան կգրկնենք միջև քալամար ես չեմ գնալ սպասել արդեն մեջս կերագորած այնքան խոսեցար այս համերգի մասին խոսեցանք ես ալ շատ կպապակիմ գուսամ արիտ կլայվ գտիտենք ծրակիրներուտ մասինը սիր երաշտական գդրվածքով նոր հետաքրքրություններ կան ասենք գիտես համերգը բամը գցկե գսկաս որոն բարաբուճում մգար գուզեսադոր վրա աշխատիլ ատողակները իրար կով բերել բամը գա դանք շատ բնականաբար նոր երկեր կան ցանգիս վրա որ հիմա շուտ մոնտաժի վրա աշխատենք որ համերգի վիդեոները ցայները որովհետեւ նախ ադմեգը հիմա priority-ն առաջներություն ադիգա է որովհետեւ իսկապես շատ մարդ կա կսպասեք որ որովհետեւ YouTube-ի վրա տնենք տեղադրենք եւ բոլորը անվճար պիտի դիտեն ադի հիմա իմ առաջնահերթությունս է բավական ծանր աշխատանք է բայց հազի որ լրացնենք ադմեգը արդեն մի քանի նոր երկերով վրա եղանակներով վրա պիտի աշխատիմ եւ I think ադե ծրակիրներս կամած միշտ նորություն պիտի ըլլա երկի իմաստով եւ նկատի արի այո համերգին նկատի արի որ մեկ երկու երկ կար որ Քոչարին եւ Յարխուշտան էր բարի բաժինգար ամեն մեկուն մեջ կար չհատվածներ էին ամեն մեկը մոտ 1-2 վարգյան ուրեմն սկացի որ at բահանջ կգա գարոդը գա որ at բաժինները քիչ մի երկարեմ բարի բաժինները որտեղ իսկապես at ժողովուրդը հարյուրավոր որ ելան բարեցին մտնոլորտը ստեղծեցին որ ես կյանքիս մեջ չէի տեսած խանտավարություն գա շատ երացած արյունով ասանք ելան ինչպես 360 360 դիգրի բոլորը կբարեին որ տեղ չի մնացել շատ լավ սկացում էր այդ մեկը չէի ակնկալել այդքան ես ուրեմն հոն հարցումիդ պատասխանելով այո օրինակ սկացի որ պետք է հաջորդին ավելի երկարը լան այդ բաժինները եւ տեխնիկալ բաներ կա որ հաջորդին շատ պիտի ավելի լավանա համերգը թեպի մեկ բան վեր պիտի ելա այսինքն մեկ լեվել վեր պիտի ելե եթե հիմա շատ լավ էր հաջորդին շատ լավ պիտի ելա կորց պետք է աշխատանք պետք է բայց նորմալ է ժամանակ կա Սերուժը ինչ ագնոցով գնայի հայ երկին ճարաճ կսես որ տուն բոլորովին այլ երկ կստեղծես բայց այսօր մենք շրջապատված ենք չէ հայ երկով ամեն տեղ հայերեն գրնանք լսել իդեպ նույնիսկ ես պիտի զարմանաս Բոլսո փողոցներում մեջ սուպեր սակոյի երկը լսած եմ թուրք վարորդը գլսեր պատկերացուր ասելիքս հայ երկը ամեն տեղ է Լոս Անջելես Մոնրեալ Տորոնտո բայց ադի հայ երկը հաշվես արդյոք ճիշտ ադե հարցումս տուն որ ագնոցով գնայիս քեզ համար ինչ է հայ երկը այսօր հիմա այո բարերը հայերեն են բարերը հայերեն են բայց ինքը ոչ մեկ հայկականություն չունի երկին մեջը ոչ երկին ժանրը ոչ ինչ մեզյուրով գծապես 50 cent-ին մյուզիկն է եւ բարերը հայերեն են եւ թրքական ոճով երկված երկ է ինձ համար ադի հայերեն չսվիր այլևս գներացնեք էզի այդ վիճակը
եւ մեծամասնությունը մեր սկիզբը գնեղացներ, այո, վերջերս ալ գիտես համերգներ եղավ եւ որքան մարդ ներկա էր եւ թրքական ոճով երկված եւ այլ մեծ աղմուկ ելավ երկրի մեջ սկիզբը քիչ մասանք ուրիշ բանով գնայիսա angry eye forma թադական բանը չունի ասենք թադավոր չես ուզում social media-ի վրա ինչ կնեք անգապաներ գրեմ քննադատես չունի մատ բանը ով ինչ ուզե թողնե բայց կարևոր բանը որ թիմացը մենք ուրեմն պետք է ավելի լավը անենք եւ որ քրավենք եւ մարդու ցույց տանք որ մենք պայման չէ at միան classical ծևերով մոդենանք ներկայացնենք հայկական երաժշտությունը անշուշտ ադի իր դեղ ունի բայց պետք է մտածել նոր խաղապարներու մասին նոր ծևերով որ ներքրավել բոլորը երդասարտությունը մեծ բստիկ բարեբախտաբար համերգին գերցան գադիգա անել at 3 տարեկան մարտիկալ գային որ ներկա էին երեխաներ մինչև դարեցներ բոլորը սիրած էին ուրեմն ճիշտ ճանապարհին վրան է գգարձեմ որ հայերքը պետք է ներկայացնել ամեն ոճերով մանավանդ նորություններ մեջտեղ բերելով մեր հայկական ասկակրական կամ patriotic կամ բարիղանակներ եւ այլն ներկայացնել այդպիսի ծևոմը որ մաչեդի ըլլա բոլորը լսեն ուրեմն ես հարցումին պատասխանելով աթադական որոշումով չեմ մոդենար եւ ավելի ճիշտ է թիմացը տուն ուրիշ բանի մասին մտածես որ մարդոց սորվեցնես կամ ցույց տաս որ մենք կրնանք ինչու՞ չէ ադանք մեծ production-ն էլ մեծ փեմերու վրա ներկայացնել մեր մաքուր հայկականը Եկեք անգերց խոսենք Եկուր անգերց խոսենք մեր հայկական միջավայրերում մեջ դարձյալ օրինակը պիտի դամ Բեյրութ, Հալեբ, ուրիշ ուրս եմ Մոնրեալ, նույնիսկ Լոս Անջելես մեր հայկական ընկերություններուն գազམ་ագերբություններուն համար որևէ նորարարության փորձ միշտ թիրախ կդառնա այսինքն եթե մեկը նոր վեբ մկրե արտիական ժանրով կքննադատեն եթե մեկը տարբեր ոճով երգ երգե թատրոն ներկայացնե անպայման նույնիսկ նկարե անպայման թիրախ կդառնա մեր հասարակությունները գվախնան նորությունները բայց ըստ երևույթին դու բախտավոր ես քո հետ այդպես չէ բադած եւ քու կորձերդ գնահատված են ինչ է գախնիկը որովհետեւ դու լուր ես քու կորձերդ է որ գխոսին մարդոց սրտին դու չես կնատադեր ինչպես քիչ առաջ լեզուտ երգա չեմ գարզեր ադեբաջարը չի կնատադե վերջերս ադկանալ հայտնի տեմպը չեմ որ փամը քրեմ եւ հազարավոր մարդ կարդա եւ ասեն տուն ինչու կնածես մեծ ընթիվերը ես YouTube-ը նայեցա Okay են հիմա վերջերս բավական մեծ ընթիվերը երաժշտության գործերու թիվերը ես հետևեցա արագ Okay են հիմա վերջերս ալ բավական ծաղկեցան թիվերը ասմեք դարին բայց դու գրնաս գարձիկ մարդայդել եւ գացությունը ստեղծել Սերուժ գրնամ բայց եւ անանք մչե որ դու ասանք բաբանողական գլխար գտրած եւ մայթերունի եդև դագեն կալող մեկը չես, ադանք կտվի ինձի, ես լավ չեմ ճանչնարկես։ Չէ, վախկոտ չես։ Չէ, արդեն եթե վախկոտը լայի ոչ համերգ։ Այսինքն դու գիտես որ մեր հասարակությունը հիվանդություններ ունի, թաբուներ ունի, վախեր ունի, ինչպես կվարվիս որ չլաս թիրախ։ Հիմա չեմ գարզեր փախտ է որ մինչև հիմա գրեթե 0 քննադատություն ստացած եմ Ես ավելի YouTube-ի կոմենտներուս կհետևեմ, որտեղ մարդիկ իսկապես այդպիսի բաներ կգրեն YouTube-ի վրա, որ այդ քրություններու պատճառով է, որ ես այս համերգը կրծա անել։ Այսինքն գարտալով իրենց այդ դպավորիչ խոսքերը ես կրծա համոզվել, որ ինչ որ գնեմ որ ճիշտ է եւ արժանի է համերգիմը։ Հիմա չեմ գիտեր ինչքանով գրնամ պատասխանել դժվար հարցում է Քախնիկը ինչ է
ուրեմն գտնալ որովհետև ամեն մեկ կորզի վրա անշուշտ ճաշակը գանախ պետք է լավ ճաշակով ներկայացվի կորզը շատ ժամանակ կդրամատրեմ ամեն մեկ երկի ինչպես որ բացատրեցի 3 ամիս 4 ամիս ադեներ 1 տարի ադորամար գուզեմ perfection-ի հասցնել կորզը որ գնեմ շատ ադեներ կորզը մեջտեղ ու կա եւ եթե լսես կսես որ ասի պետք է պատրաստ է գնաս ժողովրդին հրամցնել ներկայացնել բայց ես հոն գանք մգարնեմ կսպասեմ շաբաթներ ադեներ ամիսներ որ իդ լսեմ եւ ըսկամ ինչ են սխալները որտեվ at օրը օրին գրնալը լագանչդ կվարժվի եւ at սխալները չի լսես սխալ պայման չէ նոթի սխալներու հետ բան չի խոսքս այսինքն ընդհանրապես մուդը երկին at ներկայացման ծևի մասին է խոսքը սխալ չսեմ այսինքն ու գրնալը ամիսներ վեճ իդ լսեմ եւ բոլորովին փոխեմ at երկի գարույցը կամ ցայները կամ ուրեմն շատ փոփոխություններու են թարգեմ երկմը եւ գործեմ գրծածի շապ կոնե փուն մեղեթին երկին չի փոխել կամ շատ քիչ փոխել հիմա անշուշտ ես կրնամ իմ բանս մեջը մտցնել իմ ոճս այնպես ոչ մնե որ introduction-ը երկին կամ մեջտեղը կամ ամենավերջը կրնամ ես ուզածիսպես իմ երևակայած ծևովս բաներ ավելցնել կամ փոխել բայց ադի այլևս իմ գարձիկս է այսինքն հիմա շատ քիչ պատահած է ասենք 100,000-ն մեկ դերևս քննադատական որ ինչու փոխած ես օրինակ երկին ակորդները շատ քիչ կբադայի բայց adank պամնե որ այսինքն վիճակ մնե որ ընդհանրապես մեգումը չի նեղացներ երկի ոճը կամ ընդհանուր գարույցը այնպեսի մը եղած է որ դերևս փորձառությամբ հոն հասած եմ որ շատ հազարին մեկ կբադայի որ մեկը չի սիրե կամ նեղանա կամ վատ կոմենտ մը կրե այսինքն բան չի գա արիտը չի գա այդ խոսքերուն Եթե այսօր արիտը լա քու ֆեներուտ հետ հանդիպում է ասենք մեծ հանդիպում մնե 300 երդասարդ ինչ կուզես ասել իրենց սրդի խոսքը ինչ է ուրեմն համբերությունը շատ կարևոր է միշտ կսեմ որովհետև ես արդեն 15 տարի է երաժշտական բանի մեջ եմ as ինձ համար մինչ այդ հոբի է ասեմ երաժշտությունը համբերությունը կարևոր է եւ overnight որ գսեն մեկ գիշերվա մեջ չէ որ մեկը կրնա հաջողությունը մեջտեղ բերել ամեն մեկը իր ծևով կգարձեմ որ կրնա ներդրում անել մեր հայկական մշակույթին քաղաքին մեկը գերքե մեկը գբարե մյուսը կգծե ամեն մեկը իր ծևով պետք է միշտ աշխատենք որ այս մեր հայկական շունչը բահենք հոգին բահենք ուրիշ ինչ կրնամ ասել որ սիրեցեք հայ մնացեք հայ եւ սելիկներ շատ կան բայց կրնալ ալ դաունդիպ շատ հայ ես հա ադեվելուզումս կրնալ ալ հիմա որ արջևս իսկապես այդքան մարդ լար լման դարբեր բաներ գսեի իթե բսիր հոբի է այս քու կորձը աբրուստը չաբավեր եթե կասնիկ չէ դժբախտաբար ոչ ես իմ արորիա կորձս գայքեչներու դիզայներ եմ վեբսայթներու դիզայներ եմ եւ at մեկն է ինձ օգնած է որ ֆանդ գնեմ այսինքն at տեղեն եւ գբերեմ երաժշտության որովհետեւ երաժշտությունը ծախս է իսկ այդ նպատակը որ ավրիսմիան երաժշտություն գրելով 100% չէ YouTube ալիքով 100% չէ դերևս բայց կուզեմ ավելի երաժշտության արժեք տալ որովհետեւ հիմա այսինքն աս տարիներու ընթացքին ես 70% ժամանակս տրամադրած էի կորձիս անձնական կորձս որ web design-ն է շատ փոքր բաժինն է որ ես երաժշտության
դրամատրած էի, ուրեմն այդ պատճառով որ ավելի թանթաղ ընթանար ամեն ինչ, բայց կուզեմ օրը balance պահել, քոնե կես անել օրինակ կամ քիչ մյուզիկին ավելի արժեք տալ։ Հիմա շատ լավ հիշեցի, ես ալ ցանկդ գերած եմ, արիտով արևելքին իմ տերտիս համար նկարներ գնաց։ Այո, Հիմա հիշեցի։ Այո։ Անգերց խոսենք։ Նախքան ավարտելը Սերուժ եւ համատրողի առաջարկով արագ 5 հարցումներ, որոնց կգնգալեմ արագ 5 պատասխաններ Սերուժին համար ամենալավ քիրքը կամ հեղինակը ով է։ Դժվար արտումարցիր։ Անցնինք առաջ։ Հա։ Ամենալավ երաժիշտը կամ երաժիշտությունը։ Ինձի համար Քեզ մեզատ։ Եթե ոչ հայ պիտի խոսենք Թոմաս Բերգերսոն, որ շատ մեծ ներշնչում ունեցած։ Բերգերսոն։ Այո, Բերգերսոն։ Պիտի հարցնեի, պիտի լսեմ անպայման։ Անպայման։ Բերգեր գուդե։ Չէ։ Ամենալավ ֆիլմը կամ թեմատրիչը։ Ամենալավ ֆիլմը ես Lord of the Rings-ը շատ կսիրեմ։ Ամենալավ ջաշը Սերուժին համար։ Ուֆ, Չսես մատամ էլ հենա երտասմեկ հատ ֆուլ մոդես կամ բալիլամը որ ասանք կշտացնող authentic margarita pizza։ Բրանդը։ Եվ ի վերջո եթե Սերուժը մտածե հայումը մասին, ով գուկա առաջին անգամ մտքի ծայրը, ով գուզես, ով է քեզի համար բادگերացումներու հայտ, որ որոշ կրիտերիաներ ունենա։ Կարծեմ Գոմիդասը, որովհետև շատ բան դված է մեզի։ Շատ մեծ է։ Քոնե մյուզիկի կողմը, այսինքն դբրոց է։ Շնորհակալ եմ, դարձյալ։ Մերսի շատ։ Եկեք անգերց խոսենք։ Եվ այսպես ավարտին ասավ մեր այսօրվա եկեք անգերց խոսենք հաղորդումը, հիշեցնեմ, որ հյուրս Սերուժ Բաղդասարյանն էր, երիտասարդ հորինող երաժիշտ, որ մեր դակավին շատ սպասելիքներ ունենք եւ վստահ եմ, որ մեր ազգի անունը բարձր դեղեր պիտի դանի։ Շարունակեցեք անշուշտ հետևել մեր հաղորդումներուն, նաեւ ավարտին մեկնաբանությունը թողեցեք, լայք-ը սեղմեցեք, դարաձեցեք մեր դեսանյութերը, այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես։